Առողջ սնունդը միշտ ավելի թանկ է լինելու, միշտ, որովհետև այն մարդիկ, ովքեր որ չեն հետևում սնունդին, ուշադիր չեն, իրանք հետո դառնում են բժիշկների պացիենտներ եւ դեղատների հաճախորդներ։ Եվ կազմել եմ երկու ցուցակ, առաջի ցուցակի մեջ նշված է 6 սննդամթերք, որոնք հարուստ են սպիտակուցներով եւ ցանկալի է օգտագործել առողջ սննդակարգի մեջ։ Երկրորդ ցուցակի մեջ ավելի հասարակ մթերքներ են ու այդ երկրորդ ցուցակով սնվում են մարդկանց մեծամասնությունը։ Եվ հաշվի առնելով նաև մեր ստրեսները, չափից շատ ծխելը, չափից շատ սուրճ խմելը, չափից քիչ շարժվելը, չափից քիչ ջուր խմելը, պլյուս այս ոչ սննդարար նյութերով հարուստ սնունդ եւ դա բացատրում է ինչու մեր շուրջը այնքան շատ կան մարդիկ, որ ունեն քաշի հետ խնդիր, մաշկի հետ խնդիր, հորմոնների հետ խնդիր, մարսողական խնդիրներ եւ բազմաթիվ առողջական խնդիրներ։ Համարյա բոլորը կապված են մեր ու սկսվում է մեր խոհանոցում, մեր առօրյայում, մեր առավոտը, ոնց ենք մենք օրը սկսում եւ ինչով ենք սնուցում մեր օրգանիզմը։ Առաջի ցուցակի մեջ կա ձու, միս, հավ, ձուկ, լոբազգիներ, կատնամթերք։ Եվ եթե մենք համեմատենք, օրինակ, վերցնենք թթվասեր կամ հունական յոգուրտը, իհարկե հունական յոգուրտը ավելի թանկ կլինի։ Եթե մենք ընտրենք, օրինակ, վերցնենք հավը սարացրած, դրսի հավը կամ թարմ հավը, միշտ թարմը ավելի թանկ կլինի, որովհետև այն ինչ որ առողջարարը միշտ թանկ։ Երկրորդ ցուցակի մեջ նշված է մակարոններ, չնայած ես շատ սիրում եմ մակարոնը, չեմ համարվում վնասական սնունդ, բայց դա խոսքը գնում է դրա մասին, որ հիմնական ռացիոնը լինի մակարոնով, կարտոֆիլով, հացով, հացաբուլկեղենով հիմնականում շատ ու քիչ սպիտակուցներ օգտագործվի, դրա մասին է խոսքը։ Այ նրբ երշիկներ, այստեղ արդեն միանշանակ ոչ, որովհետև այնտեղ կան շատ քիմիական նյութեր ու քիչ միս, համարյա չկա միս այնտեղ։ Վաֆլիներ եւ կոնֆետներ։ Այս սննդամթերքը ամենաշատը են առնում մեր ժողովուրդը։ Ավելացնել ֆորմուլա 1 սպիտակուցային վիտամինային կոկտեյլը ձեր ռացիոնի մեջ, դուք կարող եք լրացնել սննդարար նյութերով ձեր ռացիոնը ու նույնիսկ այսպես սնվելով դուք կարող եք գոնե օգնել ձեր օրգանիզմին։ Մի բաժինը ընդամենը 700 գրամ արժի, բայց դուք ձեզ օրգանիզմին օգուտ կտաք։ Գրեք ինձ անձնական նամակ